Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ մտածել ես, թե ինչու ենք մենք հայտնվել այս աշխարհում։ Պարզապես ապրելու, թե որևէ առաքելություն ունենք։ Այսօրվա ավետարանական հատվածն ասում է. այնուհետև Տերը նշանակեց ուրիշ 72 հոգի ևս, և նրանց իրենից առաջ երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր, և նրանց ասաց. հունձքն առատ է, իսկ մշակները սակավ։ Արդ, խնդրեք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր անձի համար։ Գնացեք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ։ Մի վերցրեք ոչ քսակ, ոչ մախաղ, ոչ կոշիկներ, և ճանապարհին ոչ ոքի հետ խոսքի մի բռնվեք։ Որ տունը մտնեք, նախ ասեք. խաղաղություն այս տանը։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Նույն տանը գիշերեք, կերեք և խմեք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին։ Տնից տուն մի տեղափոխվեք։ Ամեն։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, Քրիստոս մեզանից յուրաքանչյուրին տեսնում է ոչ թե պատահական անցորդ, այլ իր հոգևոր դաշտի մշակ։ Նա մեզ ուղարկում է ոչ պատահական տեղ, ուղարկում է մեր ընտանիք, մեր հավերևանություն, մեր համայնք։ Երբ կանգնում ես ընկերոջդ կողքին, օգնում ես նրան, մխիթարում, երբ որևէ մեկին Աստծո խոսքն ես հիշեցնում, դու արդեն իսկ առաքելություն ես կատարում։ Քրիստոս զգուշացրեց, ասեց ձեր հետ չվերցրեք ոչ գանձանակ, ոչ քսակ, որտեղ որ գնաք, ասեք խաղաղություն թող լինի այս տանը։ Սա նշանակում է, որ մեր առաքելության ուժը ոչ թե նյութականն է, այլ Աստծո խաղաղությունը։ Այսօրվա պատգամը շատ պարզ է։ Աստված մեզ ուղարկում է մեր ընտանիքում, մեր համայնքում հույս ու լույս լինելու։ Այսօր օրը սկսենք Հիսուսի խոսքերով։ Փորձենք հույս և լույս լինել մեր շրջապատում ու մեր համայնքում։ Եթե կարողանանք որևէ մեկին Աստծո խոսքը հիշեցնելով օգնել, ուրեմն մեր առաքելության մեջ հաստատ ենք։ Օրհնյալ օր քեզ։